Դատարանը կասեցրել է Երևանում Կարմիր և Կապույտ գետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը տեղեկացրել է Ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։ Նա հավելել է, քանի որ որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ եւ քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, վարորդները կարող են իրենց մեքենաները A եւ B գոտիներում կայանել անվճար եւ չգնել ոչ մի փաթեթ։ Կարմիր գծերում կայանման վճարները շեշտակի թանկացան 2024 թվականի հունվարի 1-ից։ A գոտում կայանելը տարեկան 12,000 դրամից դարձավ 160,000 դրամ, B գոտում 12,000 դրամից 24,000 դրամ։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ ծաղկեպսակ դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ նա եղել է նաև հաղթանակի զբոսայգում ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։ Մատվիենկոն կմասնակցի ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովին։ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է ծրագիրն իրականացվում է պետբյուջեի հաշվին։ Ծրագրի ֆինանսավորման հատկացման մասին խորհրդարանում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարայիկ Հարությունյանը։ Հունիսի 6-ի առավոտյան Կիևում հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, առնվազն 20-ը վիրավորվել։ Ինտենսիվ հարձակումը տևել է մի քանի ժամ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ մայրաքաղաքը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերով եւ կալիբր թևավոր հրթիռներով։ Վաղարավոտյան հարձակման է ենթարկվել ռուսական Էնգելս ռազմական օդանավակայանի մոտակայքում գտնվող վառելիքի բազան Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում վնասվել է Պրոգրես գործարանը, հրդեհ է բռնկվել սոցցանցերում հայտնել են տեղի բնակիչները։ Հաղորդվում է տուժածների մասին, տարածքում երթևեկությունը մասամբ արգելափակված է։ Միաժամանակ գիշերը սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ Իլոն Մասկի քննադատությունից։ Նա հավելել է, չգիտի, արդյոք կպահպանի լավ հարաբերությունները իր նախկին խորհրդականի հետ։ Մասկը Թրամփի օրինագիծը նողկալի էր որակել, Թրամփն էլ ասել է, հիասթափված է ու զարմացած։ Իլոն Մասկը սոցցանցում գրառմամբ պնդել է, ոչ միայն ինքը չի ծանոթացել օրինագծին, այլև այն այնքան արագ է ընդունվել, որ կոնգրեսում գրեթե ոչ ոք հնարավորություն չի ունեցել կարդալ փաստաթուղթը։ Ադրբեջանի Շամախի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանում երկրաշարժ էր գրանցվել նաև 3։